Հավատացյալներուս համար ամենակարևոր բանը Տիրոջ սպասել գիտնալն է։ Եթե հաջողիս Տիրոջ սպասել ճիշտ ձևով, գրեթե բոլոր պետքերուն լուծում հարցումներուն պատասխան կստանաս։ Որովհետև իր քալը զարմանալիորեն կվերագանքնե, կնորոգե մեր ինքնությունը, մեր բնությունը, կլեցնե մեր պետքերը, բարապությունները։ Այսօր գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ նորեն Հովհաննու 4-րդ գլուխեն դարբեր անգույնեմը բահվդել են, թաքնվել են թեպի բժշկություն, այսինքն մինչ անցմը Գաբրի բահվդած կերպով շատ բաներ է բժշկություն կստանա եւ իր ամբողջ վարմունքը կփոխվի ասիգա միան գլա Հիսուսի հանդիպելով, որովհետեւ Հիսուսի հանդիպելուն մեջ գա զորություն։ Շատ անգամ կան մարդիկ, որոնք հրաբարագավ գժբդին, ուրախ գերևին, բայց քախնի կդարաբին չեն ուզեր դուրս մարդոց ցուցնել, չեն ուզեր արդահայտվել, նույնիսկ հավատացյալներ, բայց ներքնաբես կդարաբին։ Մարդիկ, որոնք արդակնաբես կբաշտեն, շատ անգամ հավատարմորեն կծարայեն, ամեն օր կաշխատին, բնական կերպով կխոսին ինչպես ամեն մարդ, բայց իրենց մեջ կգրեն ծածուկ վերքեր։ Իրենց մեջ կգրեն ծածուկ վերքեր, կգրեն մերժվածություն, կգրեն հուսախաբություն, կգրեն ամոթ, կգրեն զգացական հոգնություն, միշտ բեռնավորված վիճակ ունին իրենք եւ ունին լուր ցավեր, շարունակ նույնիսկ որ հավատացյալ են, բայց դակավին իրենք այս բաներ ունին։ Սամարացի գինը ասոնց մեկն էր, ուներ այս բաները իր կյանքի մեջ։ Երբ Հիսուս իրեն հանդիպեցավ չրհորինքով, միայն խոսակցությունը չսկսավ այդ գնոջ հետ, Տեր Հիսուս։ Ան բժշկության ընթացքը սկսավ։ Տեր Հիսուսի հաղորդակցությունը, որ շատ բարձ եւ բնական բաներ է սկսավ, նպատակն էր, որ բժշկություն բերեր գնոջ կյանքի մեջ։ Տեր Հիսուս իր խոսած ադենը, եթե պատմությունը այսպես ինչ որ բոլորդ գիտեք արդեն նկատեք, Հիսուս ներքին մարդուն հասավ։ Միայն արդակնաբես երևցող սամարացի գնոջ չէ որ կխոսեր, հապա անոր ներքին աշխարհին, ներքին անձին հասավ, վերագանքնեց այն ինչ որ դարիներու ընթացքին ինքը ցավելով, դարաբելով կգրեր։ Եվ արդյոք այս մեկը ինչպես մեր առօրյային մեջ կերևի, կուզեմ միասնապար այսօր այս ուղղությամբ նայենք եւ շատ ուշադիր լանք թե ինչպես բաները կրնան կամ ինչեւով հանդիպած կրնան լալ մեզի։ Հովաննու 4:4-ի մեջ կտեսնենք կսե ստիպված էր որ Սամարիայեն անցներ։ Հիսուս ստիպված էր որ Սամարիայեն անցներ։ Պատմության մեջ կտեսնենք որ ստիպված բամը չի գար, բացի Սուրբ Հոգին ստիպելուն, որ այդտեղ քաղաք մը գար, որ վեկե դարձի կար, Հիսուսը ընդուներ եւ գոդրվեր այդ անեցքը, որ երեգալ խոսեցանք այս մասին մեր արաբերեն բահի մեջը, դարիներու, սերունդներու մեջ արմատավորված էր։ Հետևաբար Հիսուս բադահականորեն չանցավ այդտեղեն քիդակցապար գնաց դեպի մերժված վայրեր, վայրը, որ մերժվածություն կար մեջը, վայրը, ուր վիրավոր մարդիկ կգտնվեին, դեղը, ուր գոդրված բաղմություններ գային, թեև ուրիշները պիտի խուսափեին եւ կխուսափին այդ ճամփային Սամարիային երթալը, բայց Հիսուս մտավ այդ շրջանը, անկախ արդակնաբես երևցածին, հոս երկու պատկեր կա, մարդը գրնա արդակնաբես եղած խնդիրին պատճառով իր ուղությունը փոխել
եւ գործընծնել Աստծո շնորհքը, որ իր մեջ տրված է այդ դեղի մեջ բարիք բերելու համար, կամ գրնա անդեսել եւ մտնել այդ դեղը առանց արդակին վերքերուն, հագարակություններուն, դժվարություններուն, որովհետեւ իր սրդի մեջինը թափե հոն եւ հոն բդուխ բերե Աստծո շնորհքով մարդոց կյանքի մեջ։ Մենք կհանդիպենք նույն ցևով, մենք գրնանք մտնել կամ գրնանք պատճառաբանություն անելով դուրս մնալ։ Մենք պետք է մտնենք եւ այդպես չէ որ ամեն անգամ որ որոշենք դեղը մտնել, արջևնից գարմիր քորք պիտի փրվի։ Այդպես չէ, որ գարմիր քորք պիտի փրվի։ Ես չտեսա նույնիսկ մեր առաքելության մեջ, ոչ ալ բաղմության մեջ, որ այդպես է։ Ես գիշեմ գարկ մի երկիրներ երկացի իմ անունը ստրած էին օտագայանի մեջ եւ տեսփանադան մեջ, որ ես վիզա չգարենամ առնել։ Ես գիտեմ շրջաններու մեջ, երբ մեր դղակը գուզեին եկեղեցի հիմնել, ամեն մարդ դակնու վրա եղավ, հագարակեցավ 30,000 հոգի բնակչություն կա այդտեղ, կոնե միան հայերուն մեջը, եւ գրեթե մեկ հատ եկեղեցի մը գա բզդիկ եւ այդ եկեղեցին նեղվեցավ օրինակի համար որ ինչպես ուրիշ մեկը ուրիշ եկեղեցի կփանա եւ ինքը արդեն չի գրնար հասնել անոնց մի քանի հոգիով ինքը անդամներ ունենալով գաբրի կամ կոյություն ունի հետեւաբար միշտ դժվարություն կա երբ պիտի անես կորցում այդպես չէ որ արժետ պիտի բացի բայց պիտի ջեղքես Պիտի ջեղքես վերցնելով բոլոր արգելքները, որոնք ուզեն քեզի թատրեցնել։ Շատերը քյուրին մեջ կխուսափեին ազ գնոջմեն, բայց Հիսուս նստավ եւ սпасեց այդ գնոջ հասնիլը։ Երկինքը միշտ դեպի գոդրված սիրտերը գերտա։ Միշտ։ Եթե երկինքեն առաջնորդված ես, չես նկատեր, որ քո հանգիստիդ համար մղում եւ առաջնորդություն ունենաս։ Եթե երկինքեն մղված ես, քեզի դեղը պիտի դանի, որ գոդրված սիրտ մը գա, որովհետեւ երկինքը քո մեջ բժշկություն դրած է, ինքը լավ գիտե, քեզի պիտի չղրգե դեղը, որ ոտքերդ վերը տնես, մեկը չես ուզեր, մեկումը հոգ պիտի չնես եւ այլն։ Հիսուս իր ղարքին շատ անգամ հոգնած գլար, թուրը կոծած գլար Ինչպես կանանացի գնոջ բարակային եկավ թուրը զարգավ եւ գդրելու չափ որբեսի Հիսուսին արչեւ հասնի եւ գրծավ իր խնդրանքը առնել եւ Հիսուս ուրիշ ջարչուն էր թեև հոգնած էր ասած էր հանգիստ պիտի ցկեք ինձի բայց եւ այդպես այդ գինը իր հավատքով փոխեց բոլոր պայմանները հետեւաբար շատ անգամ պայմանները եւ բարակաները դարբեր գլան հետեւաբար գինը Սամարիացի գնոջ բաղմության մեջ կտեսնենք, որ գեսորին եկավ, ինչու համար, աս գնոջ մասին մեկ հատ խոսինք, աս գինը գեսորին եկավ չուր կաշելու, որովհետև գեսորին դակին գիները չեն կար, ընդհանրապես գամ արավոտուն գուկան, գամ երեգոյան գուկան չուր կաշելու շուկ և դակին բագաս եղած ժամանակը, ոչ գեսորվա, ինքը գեսորին եկավ, որովհետև հալածված է, իրեն ամոթին համար, իրեն սխալներուն համար իրեն գահալած էին եւ ինքը իր վերքեն գաբրեր, չեր ուզեր հանդիպեր թեմ թիմած, անոր համար փախուստ կուդար եւ գփորձեր կալ ժամեր ուր մարդոց պիտի չի հասնի վիրավորված մարդիկ հաճախ իրենք զիրենք կմեգուսացնեն Պատճառը կգտնեն, որբեսի մեգուսանան, բայց իրենց վերքը հիմնական խնդիրն է։ Այս գինը վերք ուներ, չեր հաղթած այդ վերքին, լավ մտի գրեք, վերք ուներ, չեր հաղթած այդ վերքին, անոր համար գեսորին գերտար, չեր ուզեր թեմ թիմած հանդիպիլ այդ մարդոց, որոնք իրեն ցավցուցած են, նեղացուցած են, գհիշեցնեն չարփաներ։ Հարաբերությունները գխուսափեր աս գինը, որովհետև հարաբերությունները իրեն վերք կսկացնեին, զգացականորեն ինքը միշտ բահվտած գաբրեր, իրենք զիրենք կբաշխանեն անձեր, որոնք վիրավոր են, մերժում են չլա, մերժվին, և միշտ նկատի գարնեն, հիմա եթե այսպես ասեմ, թիմացինը ինձի պիտի մերժե, թիմացինը ինձի պիտի ընդունի, դու մեկ է գիտնաս ճշմարտությունը խոսիլ, թիմացինին մեզի մերժելուն, ընդունելուն, չընդունելուն համաձայն եթե պիտի խոսիս, դու բնավ չես կրնար գիտնալ ճշմարտությունը ինչ է որ մնալ, որովհետև ամեն արջևդ եթե 10 հոգի գա գրնա 10 դարբեր քաղաքապարի մարդը լալ, Թուն պետք է գիտնաս ճշմարտությունը խոսիլ ճշմարիտ հաղորդակցության մեջ մտնել։ Հոգեբանորեն ցավը անհադին վարքը կփոխի։ Եթե թուն ցավ կգրես մեջ, այդ քու վարքը կփոխվի, վարվելագերը կփոխվի։ Այլևս քու իրական լավ համոզումները շատ օգուտ չեն ներ, քու վարքը պիտի փոխվի, որովհետև թուն վերք կգրես մեջ։ Վերքը սնունդ կուտա քեզի, վերքը
գսնանե քեզի իր չափանիշներով հոգևորապես վերքերը թանթաղորեն գրնան սիրտդ փանդարգել սիրտդ կգոդրվի քանի օքին սիրտը աստծի առաջ գոդրված է նույնիսկ իր սիրած անցին զույգը իր զույգին հանդեպ եթե վեճով խնդիրով սիրտը գոդրվի գսկա որ այլևս իր սիրտը կոծվեցավ չուզեր հասկանալ անոր ցավը չուզեր լսել անոր նեղությունը չի լսեր այլևս որովհետև իր սիրտը կոծված է ինքը հարաբերությունը կսկսի իր վերքեն իր ցավեն իր նեղութենեն իր զգացումներեն անել հետևաբար մարդիկ կսկսին ապրիլ այդ բարակային պաշտպանողական ինչպես կտեսնեք սամարացի գինը պաշտպանողական մոդեցում ուներ կասկածամիտ կլա ինչ ասես ինքը նպատակի գարն է զգացաբես շատ զգացումներով շատ հոգնած կլա գրգին վիրավորվելու վախը գունենա Եվ հարաբերությունը հաղորդակցությունը այդ ուղղությամբ կլա բայց Հիսուս միայն միտքը մեղքը ներողություն ներելու համար չեկավ այս գնոճկով եկավ իր սիրտը վերականգնելու համար Շատ գեղեցիկ է պատմությունը որ Հիսուս միայն մեղքը ներելու համար չեկավ այս գնոճ հապա զինք վերականգնել ուզեց եւ մենք կտեսնենք ադոր մեջ ինչ գեղեցիկ է Հովանու 4:16-18 16-18 Հիսուսը սկսավ խոսիլ գնոջ անցյալին մասին իրեն հետ պատահածներուն մինչև ներկա ժամանակին խոսեցավ ոչ թե միայն անցյալը հիշեցնելու համար ոչ թե զինք ամճցնելու համար խոսեցավ որբեսի ներսը թաքնվածը բժշկե ներսը բահված եւ ծածկված վերքը որ ինքը ցև մկդած էր այդ վերքը ապրելու վերքը զարգացուցած էր այլևս թեև գրոնեն խոսեր թեև ազգայինը խոսեցավ թեև մարգարեությունները լեցուն բաներ խոսեցավ այս գինը բայց Հիսուսին այվածքով եւ աչքով այս գինը իր վերքը գաբրեր եւ Հիսուս նույնը բացավ ոչ թե ամծնելու համար նույնը բացավ որբեսի այդ ներքին վերքը բժշկե Երբ մարդիկ շատ անգամ իրենց մեջը գբահեն վերքերը, մերժվածություն, ցանկի մեջ թավաճանություն, ցախողություն, լկվածություն, հուսախապություններ գբահեն իրենց մեջը, իրենք չեն գրնար բնավ փուժվիլ։ Մինչև որ չհրաժարի անոնց մե, չի գրնար փուժվիլ եւ իր մեջը գբահե։ Հետևաբար Հիսուս եկավ հայտնելու որբեսի վերցնե իր մե եկավ հայտնելու իրեն հետ հաղորդակցելու որբեսի ազատագրե դիրոջ հետ հանդիպումը անոր համար շատ թափանցիկ կլա անոր համար շատ անգամ մարդիկ դերոջ հետ խոսածադեն շատ անգամ ամեն ինչ կսեն բայց իրարու միջև չեն ասեր հոնդե շատ ավելի հանգիստ կսկան Հետևաբար Տեր Հիսուսը եկավ բացահայտ սկսավ գնոջ հետ խոսիլ մեկ ճուրի նյութով որբեսի մեջինը դուրս անե որբեսի զինք վերականգնե Սաղմոս 147:3-ը գսե սրդով գոդրածները կբժշկե ու անոնց խոցերը կփաթե այս գինը վիրավորված էր այս գինը վիրավորված էր եւ իրենց համակարգին մեջ իրենց գրոնական մոդեցումի մեջ իրենց քաղաքական մոդեցումի մեջ չգար ցևը որ զինք կրնար վերականգնել պետք ուներ այս գինը Հիսուսին հանդիպելու Նայեցեք շատ հոյակապ բան եղավ մեկ հոգի Հիսուսին հանդիպեցավ անիկա Աստծո հետ հաշտությունը կդավ բժշկություն կդավ անգե հետ կնած ժողովրդին հետ խոսելու ժողովուրդը հետ հաշտվեցավ ինք ժողովրդին հետ հաշտվեցավ եւ ժողովուրդը Հիսուսին բերավ Այսինքն Հիսուսի հետ հանդիպելը մեր կյանքերեն ներս նման գաբեր գամուրջներ կստեղծեն։ Մենք պետք ունենք այդ հանդիպումը մեր կյանքերեն ներս ամեն օր ունենալու, որպեսզի մեր առաջնորդությունը գադարյալը լա դերոճմով։ Դերոճ հետ հանդիպումը մեր ինքնությունը կփոխե։ Հիսուսին հանդիպել է առաջ անիկա կբահվդեր, լուրեր քաշված էր, բայց Հիսուսի հանդիպելը իդ կտեսնենք, որ քարոզեց, վկայություն տվավ, ուրիշները հրավիրեց, համարցակ մեկը դարձավ, այսինքն ուր կացին այս վախերը, ուր կացին այս վիճակները, գեսոր ադեն ինքը փախուստ տալով, փախչելով եկած էր ճուր քաշելու, ցկեց վերջավորության սապորը եւ քնած դեպի քաղաք, այդ մարդոց մե որոնց մե ինքը կփախչեր, քնած անոնց կողը քարոզելու վկայություն տալու թե իրեն հետ ինչ պատահած է
Գսե այդ քաղաքեն շատ մսամարացիներ հավատացին Հիսուսի գնոջ տված այն վկայության վրա։ Վիրավոր գինը դարձավ վկա։ Հանդիպումն է, որ փոխեց գնոջ ինքնությունը։ Տեսեք մի անդարբերությունը ինչպես Գաբրիել ինչ կլա։ Հանդիպումը կփոխե, մենք շատ անգամ իբրև հավատացյալներ գուքանք աղոթելով դերոջ մեն խնդրելու, լավ է աղոթելը, բայց գրոնականը ոչ։ Գրոնական աղոթքը հետևյալն է՝ մդիր աղոթքը դրե վերջացուր ել։ Շատերը 5 վայրկյան գաղոթեն, շատերը գրոնականը 5 ժամ գաղոթեն, ուրիշները գրոնականը 1 ժամ գաղոթեն, գուքան աղոթելու, որովհետեւ աղոթելով Հիսուսը իրենց դա ինչ որ իրենք գուզեն, իրենք Հիսուսին գերտան, փամը ասելու եւ փամը առնելու, հարաբերություն մշակելու աղոթք չէ ադիգա։ Անորոմար շատ անգամ չեն առներ, երբ գերտաս տուն դիրոջ արչեւ գնստիս 1 վայրկյան, 5 վայրկյան, 5 ժամ կամ 1 ժամ գետրոնացումը դիրեն անտիբիլ թողոլա։ Ոչ թե աղոթքդ վերջացնես, ընթերցումդ վերջացնես դուրս կան, գետրոնացումդ ինքը թողոլա, դու իրեն գուզես։ Եվ ոչ թե ուրիշ բան։ Անիկա շատ բան պիտի փոխե կյանքիդ մեջ, շատ բան պիտի փոխե։ Հետևաբար քու կյանքիդ մեջ երբ դիրոջ հանդիպելու սկսես տուն իրավես, նախքան պայմանները փոխվին, նախ ներքին բժշկություն գլա քեզի։ Մենք մեր աղոթած ադենները ընդհանրապես գագնգալենք, որ մեր 4 կողմի պայմանները, որոնք մեզի կնեղացնեն, անոնք լուծվին։ Բայց շատ անգամ պայմանները չեն փոխվիր։ Գնոջ բարակային պայմանները չփոխվեցան, քաղաքը նույնն էր, ժողովուրդը նույնն էր, իրեն հանդեպ նայվածքին ամեն ինչ նույնն էր, բամը չէր փոխված։ Ինքը փոխվեցավ, իրեն համար ամեն ինչ փոխվեցավ։ Անոնք լուր անգամ չունեին, որ Հիսուսին հանդիպած էր։ Ինք փոխվեցավ, ամեն ինչ փոխվեցավ։ Եվ ասիկա ամենա մեծ հրաշքներն մեկն է, Աստված նախ ներսի մարդը կբժշկե։ Մեր ներքին աշխարհի մեջ, մեր ցավերը, մեր դժվարությունները, մեր վերքերը կբժշկե։ Եվ անգե յետքն է, որ մենք գվայելենք։ Հետևաբար բեք չէ միայն արտաքին պայմաններուն լուծումը փնտրենք։ Աստված այդպես չաշխատիր։ Մարդկայինը զգացականը ադիգա գակնգալ է, բայց Աստված լման դարբեր գաշխատի, Աստված քու ինքնությանդ վրա գաշխատի։ Այս պատմությունը միայն գնոջ փրկության մասին չէր, հաբա շարունակվող նորոգության մասին է։ Մենք չենք կնար իր միայն մեկ օրինակ առնել, շարունակվող նորոգության մասին է։ Գետրոնացումը Հիսուսին հանդիպելուն հետ գաբակցաբար ինչ բադահեցավն է։ Եվ հետևաբար եթե մենք ալ Հիսուսին հանդիպինք, մեզի ինչ պիտի ըլլա։ Հետևաբար մենք պետք է իրեն հանդիպելու զենք։ Աղոթքի ադեն, երկելու ադեն, պաշտամունքի կալու ադեն, այս բոլոր բաները որ գլան, նույնիսկ այս քարոզը նպատակը այն է, որ մենք գարենանք իրեն հանդիպինք։ Ասե նպատակը։ Նպատակը այն չէ, որ ես քարոզել գսիրեմ, նպատակը ալ չէ, որ մենք երկ մտիկ ընել գսիրենք, նպատակը այն է բոլոր ասոր, որ մենք Հիսուսին հանդիպինք։ Մենք գնենք այն բաները, որոնք մեզի պիտի իրեն դանին, վերջավորության մենք աղոթքի բաղ գնենք, աղոթքի բաղուն նաև գսենք այսօրվա խոսքին համացայն սիրտիդ մեջ հասկացիր, ըմբռնե եւ մոդեցիր, անիկա քեզի պիտի ցկե որ օրհնությունը վայելես։ Հետևաբար մենք ուզենք իրեն հանդիպիլը հաղթություն է։ Ամեն օր մարդիկ կյանքի դժվարություններ ունին։ Փերեր կգրեն, չէ՞։ Եվ ունին ջնշում, հուսախապություն, կորձեն, ընտանիքեն, կյանքի պայմաններ են, ունին վիրավորանքներ, կորձընկերներ են, վարպետներ են, ասկե եւ անգե լեցուն տեսակ բաներ։ Քննադատություն, մարդիկ կքննադատեն, ստրեսը շատ է, չէ՞։ Մարդիկ այս բաները կգրեն իրենց օրվան ընթացքին։ Եթե այս բաները Աստծո ներկայության չբերենք, մենք հիվանդ կլանք։ Ասոնք եթե Աստծո ներկայության չբերենք, անոնք մեր մեջը խոր արմատ կնետեն։ Եվ որ խոր արմատ նետելեն յետքը քու վարմունքիդ վրա գազստե, այլևս գսկսիս տուն անոնց համացայն վարվիլ։ Ոչ միայն դուրսը, վերջը դուն կաս դունի մեջն ալ գսկսիս ադոր համացայն վարվիլ։
Որովհետև քու մեջդ խոր արմատն է դածե անոր ամարտուն չես կնար առնել եւ մեջդ նետել տուն աստծո արչեւ անոր բերելիք աստեցությունները պիտի որթուն քեզի ազատես Եփեսացիս 4:26 հետեւյալը գսե նույնիսկ երբ փարգանակ չլա որ մեղանչեք եւ փարգացած չմնաք մինչեւ իրիգուն բնավ արիտ միդակ սատանային որբես ինչ չլա ներսը չցանվի վերքերուտ հետ խնդիրը լուծե նախքան անոնք արմադավորվին որովհետև արմադավորվիլը գփոխեք ու նայվածքդ աղոթքդ կդառնա այն վայրը ուր եւ որ հանդիպումի աղոթ կնես ուր թույնը որ թույնավորած է քեզ հերանա փերը կփարադի դժվարությունը գանցնի սկացումները կփժշկվին հերուն մնալը կփոխվի կնոջպես հերու չմնաց ագնթարթի մեջ փոխվեցավ իր զգացումները փոխվեցան եւ հետեւաբար եթե գնայինք Դավիթի պատմության Դավիթի այդ թագավորած 36-ի մեջ կսե Դավիթ իր դեր աստուծմով զորացավ գիտեք չէ Սիգելագը լման այրեր էին ընտանիքները բզդիկները գիները բոլոր արած դարած էին ամեն մարդ իրեն թեմ ելած էր պիտի քարգոծեին իրեն լացին այնքան որ ուժ չմնաց բայց կսե ինք դերոջ հարցուց եւ դերոջմով զորացավ անգևերջ ելավ եւ քնած ու վերաթարցուց Նեղության մեջ էր թավաճանված էր զգացումներով գոդրված էր բայց դերոջ հարցնել է իդ դերոջ հանդիպել է իդ դերոջ խոսքին հանդիպել է իդ ամեն ինչ փոխվեցավ Եղիա նույնպես Եղիա որոշում արավ որ ինքը պիտի այլևս մեռնի քնած անաբադ եւ դերոջս իմ հոգիսար ես իմ հայրերս ավելի լավ չէ դեր իրեն հանդիպեցավ գերագրեց իրեն մեղմորեն խոսեցավ հետը եւ վերագանքնեց անոր զորությունը վերաթարցուց այնինչ որ թշնամին ցև ջամփակը դածեր որ սիրտը գրավե դերը փոխեց այդ մեկը ամիջապես Պետրոսի բարակայինը նույնն էր ցախողություն ունեցավ ուրացավ դերը եւ անգե յետքը նորեն վերագանքնեցավ դերը իրեն առաջնորդեց հանդիպումը ամեն ինչ փոխեց հետեւաբար սիրելիներ մեր աղոթքները միան խնդրել Բեկչելա Շատ մահավատացյալներ գմդածեն որ աղոթքը միան խնդրանքները նել է գարիկները դերոջ արչև հայտնել է աղաչանք ընել է նման աղոթք գոյություն չունի աղոթքը հարաբերության պատճառով ծնած է բարեր դուրս եկած են Դերոջ բացակայությունը լեցնելու համար է որ մենք սկսանք աղոթել սկիզբեն հետեւաբար աղոթքը բժշկություն է մաքրություն է իր գամքին հետ համացայն լալ է ներքին նորոգություն է որ մենք ունենանք եւ գվայելենք Այդ Կորինթացիս 3:18-ը գսե մենք բոլորս դերոջ փառքը գարդացոլացնենք եւ գփոխագերբվենք իրմով մինչ իրեն գնայինք իրմով գփոխագերբվենք հետեւաբար չես կրնար հավատացյալը լալ եւ ասել ես այսքան հիմա պիտի աղոթեմ պետք ունիս աղոթածադենդ քու ներքին աշխարհիդ մեջ իրեն հանդիպելու գետրոնացումը չտկել ես քեզի գսեմ ցանկիտ ամենակեղեցիկ բանը որ գրնա բադահիլ իրեն հանդիպիլն է անգախ ինչ կսիրես ինչ չես սիրեր իրեն հանդիպիլը ամենակեղեցիկ բանն է այն քրիստոնյան որ չի հանդիպիր դիրոջ իր աղոթներուն եւ իր առօրյային մեջը ընթերցումներուն մեջը իր երկեցողության մեջ լուրջ վնաս կգրե եւ դիրոջ հանդիպիլը այդ դժվար ցևը չէ դիրոջ հանդիպիլը քու սիրտդ գախյալ է երբ որ թուն քու սիրտդ իրեն հանդիպելու համար գմարզես բնականաբար իր ներկայությունը իր ցևով քեզի հետ հաղորդակցության մեջ կմտնի եւ վերջավորության զգալի կդառնա Այդպես չէ որ հիմա եկար նստար եւ ասիր դեր ես կուզեմ որ քեզի հանդիպիմ եկուր եւ չեկավ բնականաբար չեկավ եւ ասես փորձեցի չեղավ Թուն նստե լուր եւ ասե դեր այս բահը քեզի ասինք վարգյանը քեզի է պիտի չմտածեմ պիտի չուդեմ պիտի չխոսիմ հերացանը մեկ կոմպիտեն այս ժամանակը քեզի է վարժվե իր ներկայության մեջ լուր լրությունդ գտնել Եվ որ լրությունդ գտնես իր ներկայության մեջ, բնականաբար պիտի նկատես որ սկսավ իր քեզի իր ներկայութենեն քեզի բաներ կալ, հաղորդակցությունը լալ հետդ։ Եվ ադիգա քեզի շատ պիտի օգնե։
Եթե մեր հանդիպումները չլան Տերոջ հետ եւ մեր վերքերը մնան մեր մեջ վտանգավոր են, անոնք կդառնան թարնություն։ Փախուշ չունիս։ Վերք ունիս մեջը չես լուծած թարնություն պիտի դառնա։ Վերք ունիս մեջը չես լուծած փարգության պիտի վերածվի, վախի պիտի վերածվի, լեցուն ծևերով վախ պիտի ունենաս։ Սկացումներդ պիտի թմրին, սիրտ չունենան հաղորդակցության, անաբահով պիտի սկաս։ Լեցուն նման բաներ պիտի դիրեն քո առօրյայիդ, երբ թունքու վերքդ չհանես։ Չես կրնար ասել դեր հաջիս փուժեը վերջանալ, իրեն պիտի հանդիպիս, իրեն հանդիպումն է բժշկությունը։ Գիտեք, մենք եկեղեցի են ներս գնենք ներքին բժշկության համար համակումար կամ դասընթացներ։ Այդ ժամանակ մենք կխոսենք Աստված ինչքան կսիրե մարդուն եւ ինչքան գուզե որ մարդը ներքնաբես բժշկվի եւ գագնգալենք որ մարդիկ դերոջ հետ այդ հանդիպում են սկսին բժշկվել շատեր իրենց վկայությունները տված են այս մասին։ Տեսեք Եբրայեցիս 12:15 ինչ կսե. Չլա որ մեկը թարնության արմատ թարնա, խռովության պատճառ ըլլա եւ շատերը անգևարագվին։ Եթե դուն արմատ տնես, արմատ ըլլա մեջը թարնության եւ խռովության, բնականաբար 4 կողմիներուդ պիտի վարագես։ Որովհետեւ չես կրնար թիմանալ, պիտի բարբես, պիտի խոսիս։ Եթե ծառայագից է ծառայագիցին դեմ պիտի խոսիս, եթե հովիվն է հովիվին դեմ պիտի խոսիս, եթե զույգը դե զույգի դեմ պիտի խոսիս, չես կնար, ոչ թե պիտի բայտիս։ Քանի օքի սկացած եթե չխոսեի պիտի բայտեի, քանի օքի ունեցել է, եթե չխոսիմ պիտի գտնես դեմը որ խոսիս բայտիս, քու վերքը դե ադիգա։ Դու բարձորեն թիմացինին հետ կփաժնեկցիս քու վերքդ։ Եթե մեկը քեզ եկա պիտի խոսի բամը որ կապված է վերքե, ասե ոչ մի խոսիր, եկուր աղոթենք։ Եկուր այս վերքիդ համար աղոթ քնենք։ Խոսելնից քեզ մե ինձի պիտի դանցնի, հիմա ես պիտի երթամ ուրիշին պիտի դանիմ, մյուսը պիտի երթա, վերջնալ եկեղեցի մեջ կսենք օծությունը ուր մնաց։ Օծությունը առանց միության չաշխատիր։ Սուրբ ոգին ցավը կբժշկե նախքան այդ ցավը ինքնության վերածվի։ Անորոշ պետք ունիս իր արժև երթալու, որպես այդ խնդիրը չվադահի քեզի։ Հետևաբար Հիսուս դագավին չհորինքովն է, հոն ուրգեչուրը կփխի, որպեսի ցավ ունեցողներուն դա օրվան դակ ժամանակին անգամ Հիսուս դագավին կսպասե հոգնած մարդուն։ Հիսուս դագավին կսպասե այդ մարդուն, որ բահվդած, թաքնված գաբրի, վիրավոր մարդուն, հուսախապին, հոգնածին Հիսուս կսպասե։ Ան որ վհատած է մանավանդ հավատացյալները, Տեր Հիսուս կսպասե։ Այսօր մեզի հետ է, արդյոք թուն ունիս ցավ, հուսախապություն, վերք, այսօր կսպասե իրեն հանդիպիլ ուզե, մի ուզեր քեզի բժշկե։ Ինձի բժշկե ըսելդ սխալ է։ Մեծ հավանականությամբ ալ պիտի չառնես։ Քանի օքի հասկացավ սիրելիներ, քեզի հանդիպիլ գուզեմ ասե։ Նայեցեք, կանանացի գինը թուրին յետևեն չբորած, չգանչեց, բժշկե աղջիկս քովը մտավ, իրեն հանդիպեցավ։ Աշակերտներուն հետ խոսելով չփավարարվեցավ եւ որ Հիսուս պատասխան չտվավ աշակերտները եկան եւ լրացնել ուզեցին կանանացի գնոջ չթատրեցավ աշակերտները ասին հաջիս նայր ասոր խնդիրը լուծե գլուխնից դարավ Հիսուսին հանդիպիլ ուզեց Եղիսեի օրերուն գիշեք չէ գինը որուն բզդիգը մահացավ ամուսինը սավ ինչ կա ինչու գերտաս մարգարեինքով սա ողջություն բամը չկա Եվ որ քնած լեր բարձրացավ քեզին մարգարեին ծարան եկավ գնոջը սավ ինչ կուզես սավ բամը չկա գուզեմ երթալ մարգարեին տեսնել մեգում մտիկ չրավ ինքը պետք է երթալ մարգարեին արչև տներ հետևաբար հանդիպումը սիրելիներ շատ կարևոր է հանդիպումը շատ կարևոր է մեր աղոթներու ընթացքին պետք է հանդիպինք
Ոչ թե միայն երտանք մեր խնդրանքները տնենք, որովհետև մենք կցավինք ինքը պետք է դա այդպես չաշխատիր։ Երբ իրեն հանդիպինք, մենք բնականաբար օրհնություն կառնենք, մենք բնականաբար մեր ցավերեն կբժշկվենք։ Իրեն հանդիպիլը բնականաբար լուծում է, բժշկություն է։ Ամեն։ Եք ոտքի գնանք սիրեներ։